Սիրելի երևանցիներ, սիրելի ներկաներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, ողջունում եմ եւ բարի լույս։ Շատ կարևոր է արձանագրել, թե ինչ է տեղի ունենում այսօր Հայաստանի Հանրապետությունում, որովհետև առաջիկա օրերը եւ այս ժամանակաշրջանի ամենակարևոր առանձնահատկությունը հետևյալն է։ Նախորդող շրջանում Հայաստանում ստեղծվել էր մի համակարգ, որտեղ ամեն թաղերում, համայնքներում, հանրապետությունում, մարզերում, տարբեր տեղերում բուծվել էին հազար ներողություն այդ բառի համար, ինչ որ անհատներ, որոնց տրվել էին գեր արտոնություններ եւ լիազորություններ եւ որոշելու դե ֆակտո հնարավորություններ։ Հեղափոխությունը 2018 թվականին, երբ որ տեղի ունեցել, ամենաառանցքային փոփոխությունը հետևյալն է, որ իշխանությունը վերադարձվել է ժողովրդին։ Այսօր տեսեք ամենաառանցքային գործոնը հետևյալն է, որ հիմա ընտրությունների ենք մոտենում։ Ով է որոշում ժողովուրդ, ընտրությունների ելքը ով է որոշում։ Հասկանում եք, ստեղ շատ կարևոր է արձանագրել, չկա համակարգ, չկա անհատ կամ անհատների նեղ խումբ, ով կարա ինքը իրավունք վերապահի, նույնիսկ մտածի, որ ինքը կարա որոշում կայացնի։ Այսօր քաղաքական գործիքներով է պրոցեսը գնում եւ քաղաքական ուժերը, այդ թվում գործող իշխանությունը, ընկած բակից բակ, համայնքից համայնք, մարդկանց հետ հաղորդակցության միջոցով է փորձում իր ասելիքը տեղ հասցնել, որովհետեւ ինձ համար ընտրությունը առաջին հերթին բովանդակային եւ էմոցիոնալ երևույթ է։ Այսինքն մարդը պետք է ընդունի ասելիքը եւ մարդը պետք է էմոցիոնալ կապով կապվի այդ ասելիքի հետ։ Եվ ես շատ կարեւոր եմ համարում, որ ահա հիմա իր գագաթնակետին է գտնվում յուրաքանչյուր անհատի եւ յուրաքանչյուր քաղաքացու իշխանությունը։ Ես երբ որ ժամանակին ասում եմ, որ Հայաստանում 3 միլիոն է ասում, երևի վարչապետ կա, այդ նաեւ տրոլինգի եւ այլնի թեմա դարձավ։ Բայց իրականում հենց այդ է, ընտրությունները հենց այդ է։ Հայաստանում այո կա 3 միլիոն այդ լիազորությունը ունեցող մարդիկ։ Ընտրողների ցուցակի թիվը կներեք, չեմ հիշում, որ ավելի ճշգրիտ ասեմ։ Հենց առաջիկա կիրակի օրը այդ մարդիկ գնալու են, որովհետև 3 միլիոնով կամ 2.5 միլիոնով հնարավոր չէ գործառույթ անել։ Ցանկացած կազմակերպություն, ցանկացած այդպիսին է, որ իրենք ընտրում են մեկին, որը անի այն աշխատանքը, որ իրենք պատկերացնում են։ Հիմա պայմանական 3 միլիոն վարչապետը առաջիկա ընտրություններում գնալու է որոշի, թե առաջիկա 5 տարիներին ով է այն մեկը եւ այն քաղաքական թիմը, որ անելու է այդ աշխատանքը, որը իրենք ուզում են որ անի։ Եվ հետեւաբար, այս է պատճառը, որ ես ասում եմ, անկախ նրանից, թե որ քաղաքական ուժը ինչքան ձայն կստանա, ժողովուրդն է լինելու հաղթողը այս ընտրությունների արդյունքում, որովհետեւ ժողովրդի իշխանությունն է հաստատվելու։ Փոխվել են այն ժամանակները, երբ որ իշխանությունը տեր էր, ժողովուրդը ծառա կամ հպատակ։ Այսօր ժողովուրդը տեր է, իշխանությունը ծառա է։ Եվ ծառա լինելը ամենևին էլ բան չի, նսեմացնող եւ նվաստացուցիչ չի։ Ընդհակառակը մեծ պատիվ է, որովհետեւ ամեն ընտանիքում մեր ծնողները ծառայում են մեզ, երեխաները ծառայում են ծնողներին, այսինքն այդ ընտանեկան հարաբերությունը։ Եվ ես տեսնում եմ Երևանում մենք այսօր առավոտը քաղաքապետի հետ քննարկում էինք Երևանում իրականացված ծրագրերը, ես քարոզարշավը ինձ համար բացահայտում էր այդ թվում Երևանի, որովհետև նախկինում գիտեք ինչ ա եղել, միշտ ինչ որ փոքր աշխատանք, որ փորձ ա արվել, անդադ փորձ ա արվել ֆասադներում դնել, ամենաերևացող տեղերում դնել։ Այսօր տեսնում եմ, որ փիլիսոփայություն եւ գաղափարախոսություն ա փոխվել։ Այդ աշխատանքը մտել ա բակ
երեխաների համար, բակի բնակիչների համար, որ մարդը իր տան մեջ իրան ավելի հարմարավետ զգա, եւ այսօր Երևանում կան խաղահրապարակներ, որը նախկինում երբեք չի եղել։ Այսօր Երևանում կան մանկապարտեզներ, որը նախկինում երբեք չի եղել։ Թվում է թե պարզ դիզայնի հարցավ, ինչ տեսք ունի այդ պատը, բայց այդ պատերից սեր ա ծորում, ժողովուրդ, այդ պատերից սեր ա ծորում, որովհետև այն մարդիկ, որովհետև սիրով արված ամեն ինչը ունի բացարձակապես ուրիշ տեսք, կարող է նույնիսկ գույնը նույն լինի, կարող է նույնիսկ դիզայնը նույն լինի, բայց մեկ է սերը այն լրացուցիչ 5-րդ էլեմենտն է, որ նայում ես պատին եւ տենում ես ոչ թե պատ, այլ տենում ես հոգի, տենում ես զգացում, տենում ես հարազատություն, տեսնում ես, որ արված է մարդու համար։ Եվ ես էլ եմ ասում, մեր ամենամեծ հպարտությունն է, որ մենք երբեք ոչ մի բան չենք արել հաշվետվության համար։ Մենք երբեք ոչ մի բան չենք արել ընտրության համար, ինչ որ մենք արել ենք մարդու համար, ինչ որը մենք արել ենք քաղաքացու համար, եւ պետությունը պետության վրա կենտրոնանալն էլ է քաղաքացու համար, որովհետեւ պետությունը այո նպատակ է, բայց պետությունը ինքնանպատակ չի, որովհետեւ պետությունը պետք է ապահովի իր քաղաքացու անվտանգությունը եւ բարեկեցությունը։ Այսօր մենք գնում ենք այդ ճանապարհով եւ այո, ուրախ եմ արձանագրել, որ այսօր մենք պետություն ենք ավելի քան երբևէ, բարեկեցիկ ենք ավելի քան երբևէ։ Սա չի նշանակում, որ վերջ մենք ասել ենք մեր բարեկեցության գագաթնակետին։ Սա նշանակում է, որ մենք գնում ենք այդ ճանապարհով։ Վերջին 8 տարիներին Հայաստանի Հանրապետությունը աշխարհի միջինից էլ ավելի բարձր տնտեսական աճ ունեցել, Եվրասիական տնտեսական միությունի միջինից էլ ավելի բարձր տնտեսական աճ ունեցել։ Եվ այդ տնտեսական աճը երևում է, ինչպես է երևում, դա դառնում է պետական բյուջեի միջոց, հետո դա դառնում է դպրոց, ճանապարհ, շքամուտք, տանիք, խաղահրապարակ, բանակ։ Ես հույս ունեմ, որ զորահանդեսը Երևանի կենտրոն վարչական շրջանի բնակիչներին շատ չանհանգստացրեց եւ այլ ընդհակառակը ուրախացրեց։ Ես Տիգրան Մեծ պողոտայով, երբ որ քայլում ենք, սպառազինությունը դրած էր, ինձ համար մեծ հաճույք էր տեսնել պատշգամբներից նայող քաղաքացիների լայն ժպիտով դեմքերը, որոնք ի վերջո տեսան եւ հանգուցալուծում են բանավեճի, որ վերջին տարիներին գնում էր այն մասին, թե մենք բանակ քանդում ենք, թե կառուցում ենք։ Բայց իրականում այդ բանակը եւ անվտանգությունը մեզ պետք է խաղաղության համար, որովհետեւ ամենակարևոր բանը, որ մենք ունենք, այդ խաղաղությունն է։ Եվ ես բոլորին շնորհավորում եմ Հայաստանում հաստատված խաղաղության առիթով։ Ամենակարևոր բանը այն է, որ մենք թրիպ հետ կապած հուշագիրը ստորագրվեց, ժողովուրդ ջան։ Շատ մեծ, քարոզարշավի մեծ, դա չնկատվեց։ Բայց ես ուզում եմ մենք արևելենք ինչ է տեղի ունեցել, ինչ է տեղի ունեցել։ Այսքան որ խոսում են անվտանգության երաշխիքների մասին, անվտանգության երաշխիքների համակարգը գործում է, երբ որ քո անվտանգությունը շահավետ է ուրիշներին։ Երբ որ ուրիշները հազար ներողություն չար ունեն քո անվտանգությունից եւ խաղաղությունից։ Թրիպ նախագիծը եւ խաղաղության խաչմերուկը նշանակում է մի բան, որ արևելքում եւ արևմուտքում, հարավում եւ հյուսիսում կոնկրետ շահավետ ենք դարձնում մենք մեր խաղաղությունը եւ անվտանգությունը ուրիշների համար։ Պրոբլեմն է, ես բանավեճում էլ ասացի, պրոբլեմն է, որ մեր կոնֆլիկտն է միջև այդ շահավետ եղել բոլորի եւ շատերի համար, որովհետեւ նրանք կոնկրետ շահ են ունեցել մեր կոնֆլիկտից։ Մենք Հայաստանը դուրս ենք բերել կոնֆլիկտից եւ Հայաստանը դարձնում ենք խաղաղության խաչմերուկ եւ այդ խաչմերուկը եւ այդ խաղաղությունը առաջին հերթին պետք է Հայաստանի Հանրապետության եւ նրա ժողովրդին, բայց ուրիշներին էլ է պետք նույնքան, այդ խաղաղության ամենակարևոր երաշխիքը։ Եվ հիմա մեր հարավային երկաթուղին բացվելու է, մեր հյուսային երկաթուղին բացվելու է, էլ եմ ասում, սիրելի ժողովուրդ, բացեք համաձայնագիրը հրապարակված է, թրիպ նախագիծը իրագործվելու է Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության շրջանակներում։
Թրիփ նախագծի բոլոր գոտիների նկատմամբ Հայաստանի Հանրապետությունը պահպանում է իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, իրավազորությունը։ Մաքսային եւ սահմանային բոլոր ընթացակարգերի նկատմամբ Հայաստանի Հանրապետությունը պահպանում է իր լիարժեք ինքնիշխանությունը եւ իրավազորությունը։ Այս ամեն ինչը նշանակում է մի բան. մենք հաղթահարում ենք շրջափակումը։ Հայաստանը այլևս շրջափակված երկիր չի, այսօր արդեն Հայաստանը շրջափակված երկիր չի։ Ընդ որում մենք առաջիկայում աշխատելու ենք եւ հյուսիսային երկաթուղու վրա ենք աշխատելու, որովհետեւ պարզվում է, որ հյուսիսային երկաթուղին եւ ընդհանրապես արևելքի եւ արևմուտքի միջեւ ամենակարճ ճանապարհը անցնում է Հայաստանի Հանրապետությունով, Տավուշի մարզով, Լոռու մարզով, Շիրակի մարզով։ Եվ սա մի ռեսուրս է, որը մենք պետք է ծառայեցնենք Հայաստանի Հանրապետության անվտանգությանը եւ բարեկեցությանը։ Եվ այս ամեն ինչը հունիսի այսօր էլ է ընթացքի մեջ, իմիջայլոց, ասեմ, այդ ամեն ինչ այսօր ընթացքի մեջ է։ Այլ բան, որ մենք հիմա կառավարությունը ըստեյության արձակուրդում զբաղված ենք նախընտրական քարոզարշավով։ Եվ եթե այս տրամաբանության հետ դուք համաձայն եք, մենք ձեզ խնդրում ենք հնարավորինս արագ ստեղծել պայմաններ, եթե դա ձեզ համոզում եք, վերադառնանք այդ աշխատանքի, եւ իսկապես շատ դժվար եւ շատ բաներ որոշումներ ենք կայացրել։ Ես գիտեմ ժողովուրդ ջան, որ ձեզնից շատերը եւ որոշումների կայացման շրջանում նույնիսկ չեն կարողացել ըմբռնել, թե մենք ինչ ենք անում եւ ինչի համար ենք անում։ Բայց ես կոնկրետ այդ պատասխանատվությունը վերցրել եմ իմ վրա, որովհետև ես իմացել եմ, որ ի վերջո ես ձեզնից հայացք թաքցնելու առիթ եւ անհրաժեշտություն չեմ ունենալու, որովհետև մենք գործել ենք շիտակ, մենք գործել ենք բաց եւ մենք գործել ենք հանուն Հայաստանի Հանրապետության։ Հայաստանի Հանրապետության պետությունը, բարեկեցությունը եւ Հայաստանի պետության հարատևության օրակարգը մեր առաջ ունենալով։ Մենք չենք նաև ոնց գլորենք այս մի քանի տարին, մենք ասել ենք ոնց աշխատենք այս մի քանի տարին, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը դուրս գա նոր տարուց հետո, զատիկից հետո, սփխեջից հետո, տրամաբանությունից։ Հիմա մենք մեր պետությունը դարձրել ենք, դրել ենք 100-ամյակի տրամաբանության մեջ։ Այդ ժամանակ թրիփ նախագծի հետ կապված քննարկվում էր, որ այ 99 տարով չգիտեմ ինչ, եթե գիտեք, այդ այնտեղ թրիփ նախագծում կա կարգավորում, հիմա մենք ունենում ենք ընդհանուր ընկերության մեջ 24%, եթե չեմ սխալվում, Միացյալ Նահանգները 74%, 50 տարի հետո, երբ որ երկարացվում է, ըլնում է 49-51%, այսինքն Հայաստանի մասնաբաժինը ավելանում է, բայց սա չեմ ուզում ձեր ուշադրությունը հրավիրել։ Աշխարհի թիվ 1 գերտերությունը այս պայմանագրով ասում է, որ Հայաստանի Հանրապետությունը առաջիկա 100 տարում որպես պետություն գոյություն է ունենալու։ Հասկանում եք, մեր պատմության մեջ մենք երբեք նախկինում, ժողովուրդ խնդրում եմ ուշադրություն դարձեք, մենք մեր պատմության մեջ նախկինում երբեք մեր առաջ 100 տարվա հեռանկար չենք ունեցել։ Երբեք դուք մեր պատմության մեջ չեք տեսնի մի փուլ, երբ որ մենք 100 տարի առաջ պլանավորած լինեինք մեր 100 տարին հետո, այսօր մենք արդեն 5 տարով չենք մեր անելիքը պլանավորում, մենք 100 տարով ենք մեր անելիքը պլանավորում, եւ առաջիկա 100 տարում Հայաստանի Հանրապետությունը լինելու է խաղաղության խաչմերուկ, եւ այդ 100 տարում մենք լուծելու ենք մի խնդիրը, հաջորդ խնդիրը, որ եւ այսօր ենք մենք լուծում այդ խնդիրը, Հայաստանի Հանրապետությունը, Հայաստան պետությունը երկիր բոլորակի վրա պետք է լինի հավիտյան։ Թող այս խնդիրը ձեզ վախեցնող չթվա, սա այն խնդիրն է, որը մենք պետք է լուծենք այսօր, եւ մենք մեր երեխեքից մաքարման եւ գոյատևման տրամաբանությունից հանել ենք, եւ մենք այլևս բարեկեցության եւ զարգացման տրամաբանությունը պիտի տնենք եւ ժառանգենք մեր երեխաներին։ Հայաստան պետությունը սերունդներով, դարերով, հազարամյակով պետք է փոխանցենք մենք սերնդեսերունդ, որովհետև պետությունը այն ամենամեծ արժեքն է, որը մենք ունենք, պետությունը այն ամենամեծ արժեքն է, որը մենք ունենք,
Ասացվածքը ասում է, ես շատ եմ սիրում այդ արտահայտությունը, ասում է, մարդու ամենամեծ դժբախտությունն է, որ ինքը չի հասկանում, թե ինքը ինչքան երջանիկ է։ Մենք այս ընթացքում չենք հասկացել, որ մեր երջանկության երաշխավորը ուժեղ կայացած ինստիտուցիոնալ անվտանգ խաղաղ պետությունն է, պետությունը։ Իսկ պետությունը երկու հատկանիշ ունի։ Միջազգայինորեն ճանաչված, այսինքն լեգիտիմ վիճարկման չտվրվող տարածք եւ քաղաքացի եւ ժողովուրդ, ով այդ տերականգնում այդ պետությանը։ Այսօր մենք երկուսն էլ ունենք եւ առաջիկա ընտրություններում մենք պետք է բարձրաձայնենք, որ երկուսն էլ ունենք։ Ես ուզում եմ ձեզ մի բանի վրա ուշադրություն դարձնել։ Աշխարհը միշտ բոլոր ժամանակներում եղել է եւ շարունակելու է մնալ սպառնալիքներով լի։ Ո՞նց է պետք դիմակայել այդ սպառնալիքներին։ Մենք ամենատարբեր մեխանիզմների մասին ենք մտածել, բայց ամենակարևոր մեխանիզմը ես պայմանականորեն անվանում եմ աերոդինամիկա։ Պետությունը իր աերոդինամիկայով պետք է դիմադրի բոլոր սպառնալիքներին։ Այսինքն պետությունը պետք է ունենա մի աերոդինամիկա, որին հնարավորություն կտա ճեղքել բոլոր խնդիրները եւ ապահովել իր առաջընթացը, տնտեսական, քաղաքական, սոցիալական, աշխարհաքաղաքական, միջազգային եւ այսօր Հայաստանի Հանրապետությունը ավելի հեղինակավոր պետություն է, քան երբևէ։ Միայն տեսեք 2025 թվականի իմ երկում հանդիպումների աշխարհագրությունը եւ 2026 թվականի կես տարվա ընթացքում տեսեք քանի երկրի ղեկավար եւ բարձրաստիճան պաշտոնյա է եկել Հայաստանի Հանրապետություն։ Մեր երկիրը տենց բան երբեք չի տեսել։ Հոկտեմբերում դեռ կոպ 17 համաժողովն է տեղի ունենալու, որտեղ տասնյակ հազարավոր պատվիրակություններ գալու են Հայաստանի Հանրապետություն։ Եվ սա լավ քաղաքական լուր է, եւ սա նաեւ լավ լուր է բիզնեսի համար, որովհետեւ տասնյակ հազարավոր մարդկանց ընդունել ճանապարհելը, այո դա ենթակառուցվածք է, բայց նաեւ մեծ բիզնես պրոյեկտ է, եւ ես հույս ունեմ, որ մեր բիզնեսները պատշաճ կպատրաստվեն դրան։ Այսօր Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը աճում է երկնիշ տեմպերով եւ սա նույնպես մեծ բիզնես պրոյեկտ է եւ յուրաքանչյուր քաղաքացի պետք է սրանից իր շահաբաժինը ունենա։ Բայց ելի վերադառնալով, ես այսօր չեմ խոսի դպրոցների մասին, մանկապարտեզների մասին, չեմ խոսի առողջության ապահովագրության մասին, բայց այս բարեփոխմանը ես կարծում եմ ուղղակի արժի ծափահարել, որովհետեւ ես երջանիկ եմ, որ այն խոստումը, որ տվել եմ 2018 թվականին, որ Հայաստանի քաղաքացին հիվանդանոցների դռներին չի մնալու, այդ խոստումը կատարված է։ Մեր մինչև 18 տարեկան երեխաները եւ 65+ թոշակառուները իրենց պետության հաշվին ունեն առողջության ապահովագրություն։ Մեր թոշակները, ես 8 տարի վարչապետ եմ ժողովուրդ ջան, 7 անգամ թոշակների թեմային անդրադարձել եմ։ 8 տարի, ընդ որում այդ տարիներից մեկը կովիդի ու պատերազմի տարին է։ Սա պարզապես սոցիալական քաղաքականության մասին չի, սա սիրո մասին է, որովհետև մենք սրանով, մենք ինչ որ անում ենք, մեր սերն ենք արտահայտում մեր ժողովրդին, մեր ավագ սերնդի ներկայացուցիչների նկատմամբ եւ մենք ուզում ենք, որ քաղաքացին զգա, տեսնի շոշափելիորեն, որ իր պետությունը սիրում է իրեն։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում ամենակարևոր փոփոխությունը, որ տեղի է ունենում, դա է։ Պետությունը սիրում է իր քաղաքացին սիրում է իր պետությանը։ Եվ այս ընտրությունները պետք է եւս մեկ անգամ արձանագրեն քաղաքացու եւ պետության սիրո եւ ի վերջո սիրո հաղթանակը Հայաստանի Հանրապետությունում։ Երբ որ սերը հաղթում է, ես երաշխավորում եմ մնացած բոլոր խնդիրները լուծվում են, իսկ Հայաստանի Հանրապետությունում սերը հաղթում է, սերը հաղթել է եւ սերը պետք է հաղթի։ Եվ այնուամենայնիվ ամենակարևոր հանգամանքը, որի շուրջ, որը իմաստավորում է մինչև այժմ բոլոր ասածները,
Այդ խաղաղությունն է, որը հաստատվել է։ Եվ այս ընտրությունների մեծագույն հարցը հետևյալն է. Հայաստանի ժողովուրդը ի վերջո խաղաղությանը տեր կանգնելու է, թե տեր չի կանգնելու։ Այս է պատճառը, որ ես անընդհատ եւ առանց հոգնելու խնդրում եմ ձեզ, կոչ եմ անում, հորդորում եմ 2026 թվականի հունիսի 7-ին անպայման գնալ ընտրական տեղամասեր եւ տեր կանգնել խաղաղությանը գործելով հետեւյալ տրամաբանությամբ։ Ես այդ նախադասությունն էլ ասեմ, չեմ ուզում ձեզ շատ արևի տակ պահել, ես այդ շվակին եմ կանգնել։ 10 ամսական խաղաղությունը նմանա 10 ամսական երեխայի։ Ինքը ուրախություն է բերում, բայց ինքը բերում է նաև պատասխանատվություն։ Եվ ինչպես 10 ամսական երեխան, այնպես էլ 10 ամսական խաղաղություն։ Եթե իր նկատմամբ հոգ չտանենք, եթե իրան չխնամենք, ինքը չի ապրելու, Եվ այս է պատճառը, որ անհրաժեշտ է, որ մեր ժողովուրդը քաղաքացին գնա եւ տեր կանգնի խաղաղությանը գործելով հետեւյալ տրամաբանությամբ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետեւ պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Երևանի, Հայաստանի Հանրապետությանը, Փառք նահատակների եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Եվ այնուամենայնիվ, ով պետք է տեր կանգնի խաղաղությանը, ժողովուրդը իհարկե ժողովուրդը, բայց ոչ մի վարքյան չի կարելի մոռանալ, որ ժողովուրդը կազմված է անհատներից, ժողովուրդը կազմված է մեկական մարդկանցից։ Այս է պատճառը, որ ծայրահեղ կարևոր է, որ մեզնից յուրաքանչյուրը առերեսվի այն ակնհայտ փաստի հետ, որ խաղաղության ապագան, պետության ապագան, անկախության ապագան, ընդհանրապես ապագան, ամեն ինչ, բացարձակապես ամեն ինչ որոշում է մեկ մարդ, ընդամենը մեկ մարդ, հասկանում եք, այս բոլոր բարդ հնչյունների լուծումը պիտի տա ընդամենը մեկ մարդ, պիտի որոշում կայացնի ընդամենը մեկ մարդ, եւ այդ մեկ մարդը դու ես, 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 ով այն մեկ մարդը, որ տեր է կանգնում պետությանը, որ տեր է կանգնում խաղաղությանը, որ տեր է կանգնում անկախությանը, թող այդ մեկ մարդը բարձրացնի իր ձեռքը, եւ ահա այս մարդկանց, այս մեկ մարդկանց հավաքական ամբողջությունն է, որ կոչվում է Հայաստանի Հանրապետության հպարտ, արժանապատիվ, պետականատեր ժողովուրդ, եւ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետեւ պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Երևանին, Հայաստանի Հանրապետությանը, Փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ եմ ժողովուրդ ջան։ Եվ մեկ կարճ հայտարարություն, այսօր Հարևանությամբ Հանրապետության հրապարակում տեղի ունենալու մեր եզրափակիչ հավաքը քաղաքացիական պայմանագիր կուսակցության, բայց էական եմ համարում, որ այդ հավաքը դառնա քաղաքացու, Հայաստանի Հանրապետության քաղաքացու, պետությանը եւ խաղաղությանը տեր լինելու արձանագրում եւ հայտարարագրում։ Այնտեղ իհարկե կհնչեն ելույթներ բեմից, ես էլ ելույթ կունենամ, կնվագեմ նույնիսկ դրոն շոու կլինի, բայց այն ինչ որ լինելու է բեմի վրա եւ բեմից, այսօր բացարձակապես կարևոր չի։ Այսօր կարևոր է
թե ինչա լինելու հրապարակում, թե ովա լինելու հրապարակում, իսկ հրապարակում պետք է լինի այն մեկ մարդը, որը գալիս է ոչ թե ինձ կամ ԿՊ-ին կամ երաժշտություն կամ լսելու կամ դրոն շոու նայելու, այլ գալիս է հանրապետության հրապարակ, կանգնում է հրապարակում եւ իր այնտեղ կանգնելը հռչակագիրն այն բանի, գալիս է եւ ասում է ես տեր եմ պետությանը, ես տեր եմ անկախությանը, ես տեր եմ ապագային, ես տեր եմ խաղաղությանը, այնպես որ այսօր ժամը 20:00-ին ոչ մի րոպե շուտ եւ ոչ մի րոպե ուշ սկսվելու է այդ հավաքը, որտեղ Հայաստանի Հանրապետության այդ մեկ քաղաքացին, այդ մեկ մարդը ասելու է ես տեր եմ պետությանը, ես տեր եմ անկախությանը, ես տեր եմ ապագային եւ ապագան հիմա է, այստեղ է, այսօր է եւ ես տեր եմ խաղաղությանը։ Փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը, կեցե Հայաստանի Հանրապետությունը, կեցե Հայաստանի Հանրապետությունը, կեցե Հայաստանի Հանրապետությունը, շնորհակալ եմ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։